Երեք փաստորեն համ Էլիկ Ադամյան փողոցի հետ հատվածում բախում տեղ ունեցավ ոստիկանների միջև, ինչպես կգնահատեք ոստիկանների գործողությունները։ Ոստիկանները ինչպես միշտ բոլոր այն նշանացուցային օբյեկտների նկատմամբ, որոնք վերաբերում են վարչախմբին, որպես հնդկական կովի են վերաբերում եւ ըստ այդմ համարյա ճղածիկ վարք են դրսևորում։ Բախում ես չէի ասի, քաշքշոց է եղել, բախում անվանելը շատ կլիներ։ Մենք ուրիշ նպատակ չունեինք երեք, բացի մեր ժողովրդին իրազեկելուց, որ մենք կանք, տեսնում եք, որ պայքարում ենք, ակտիվ ենք, պատրաստ ենք մինչև վերջ գնալու, եւ դա հրավեր էր, իրազեկում հրավեր էր առաջին, եւ երկրորդը հետախուզության համար մարդ էր, ուղղակի շոշափելու համար, մենք մեր համար եզրակացություններ արեցինք որոշակի, սա էր, ուրիշ այդպես մեծ նպատակներ երեկվա համար չկային, բոլոր խնդիրները, որ մենք մեր առջև դրել էինք, երեք կատարեցինք։ Երեք նաև այստեղից կոչեր հնչեցին, հրավիրեցիք ընդդիմադիր այլ գործիչների, որպեսզի միանան ձեզ, որևէ տեղաշարժ այդ առումով կա։ Երթի ժամանակ մեզ մոտեցավ ՀԺԿ-ի ներկայացուցիչը եւ ասաց, որ իրենք ամբողջ կազմով մասնակցում են երթին։ Ինչպես տեսակ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը նաեւ ելույթ ունեցավ։ Ուրիշ այդպես պաշտոնապես միանալու առաջարկություն դեռևս չի եղել։ Իսկ այսօր ինչ է պլանավորված, վրաններ եք ցանկանում տեղադրել այդ առումով ոստիկանությունը գիտեն, որ թույլ չի տալու, սակայն եթե մարդաշատ լինի, հնարավոր է որ վրաններ տեղադրեք, եթե գիշերը մնան, մարդիկ վրաններ կտեղադրեք։ Շարժումը նոր է սկսվում, նոր է թափառնում։ Անշուշտ, երբ որ կրիտիկական թվի կհասնի, ձայն բազմած ձայն Աստծո, ոչ ոստիկանությունը, ոչ էլ որևէ մեկը ոչ մի բան չի կարող անել, հասկանալի է։ Բայց առայժմ դեռ այդ վիճակը չէ եւ ոստիկանությունը օգտվում է իր ժողովրդին վատություն անելու բոլոր հնարավորություններից։